Երեք ուշ երեկոյան ես եղել եմ Զարուհի Փոստանջյանի եւ դստեր մոտ, երեխան անկողնային վիճակում էր, չէր դուրս գալի, որտեղ ուներ ուժեղ գլխացավեր, սրտխառնոց, գլխապտույտ, Զարուհու կապտուկները որ տեսա ես ապշեցի։ Միթե այս երկրում կրկնակի անձեռնմխելի անձը կարող է հենց ոստիկանների կողմից նման բռնության ենթարկվել։ Ես զարմացա։ Այսինքն արդեն չպետք է զարմանամ օրենքով, որտեղ մենք այնքան բաներ ենք տեսնում, որ ոչ իրավական է։ Նախ ասեմ, որ սկզբից բռնություն կիրառել են ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիական հագուստով անձինք, ենթադրում եմ քաղաքացիներ, որոնք հսկել են շտաբը։ Նախ ասեմ, Զարուհին լրիվ պատահմամբ է հայտնվել այդ շտաբում, անցնելուց տեսել է թաղային հեղինակությունները հավաքված են, ուրեմն այստեղ մի բան կա։ Իրենք իրենց մատնում են, իրենց ձեռագիրը նույնն է, արդեն տարիներ շարունակ, անկախությունից ի վեր մենք չունենք ազատ մաքուր թափանցիկ ընտրություններ։ Սա սեփական ազգը ժողովուրդը ստրկացնելու միտումն է, ուրիշ ոչինչ։ Եվ ամենամեծ ստրուկներն էլ հենց այդ գործիք ոստիկաններն են։ Ես նրանց խղճում եմ անկեղծ ասած։ Դրանց թողնեմ մի կողմ, ընթացքն եմ ուզում։ Այն սկզբից քաղաքացիական հագուստով մարդիկ, որ բռնացել են եւ այլ, Զարուհին զգացել է, որ նախ մտել են, երեխան նկարահանել է, կինը լիքը բաները թափած առաջ իմացել է, թե այդ ընտրազանգվածից եկել են, որ փող ստանան։ Բան չի արեք, հետո որ երեխային նկարելուց տեսել է, նոր վայ տիկին Փոստանջյանի դուք եք բան, տիկին Փոստանջյանը առանց ախրանայի, առանց թեկուզ մեկ անդամի իր հետ, կարծեմ լրագրողները հետևից էին գալիս, ազատության լրագրողներն էին, ովքեր որոնք հետո ավելի ուշ են ներս մտել, իրար կորցրած են եղել, պարզապես Զարուհին այդտեղ կանգնել, ակամայից ականատես է եղել։ Տեսեք ամբողջ խնդիրը որն է, Զարուհի գործողությունները բոլորը իրավաչափ են, դեռ ավելին, ոստիկանությունը պիտի խրախուսի նման դեպքում, եթե հանցանք է հայտնաբերում։ Հիմի տեսեք, եկել հանցագործին թողած, ով որ մենք արդեն օրինակ ունենք, հա Իոնիսյանի 144 տնօրենների այդ ամբողջ բանը բացահայտում է տղան։ Հիմա հանրապետականների լիդերները հայտարարում են, որ իրենք պետք է դատավարությանը պաշտպանեն տնօրեններին։ Ինչու ես հարց եմ տալի։ Էլ երբ քաղաքացին պիտի կանգնի իրավապաշտպանների կողքին։ Երբ ինքը հալածված է, երբ իր իրավունքները ոտնահարված են։ Զարուհին ինքն է ոստիկանություն կանչել։ Կանչել է, այդտեղ կանգնել էր, Զարուհին հո չէր քրքրում դարակ, թող գային, ֆիքսեին, իրենք իրենց ձեռքով բացեին։ Ինչու չբացեցին, ինչու Զարուհուն այ զանգի մասին, որ խոսում է մեր փաստաբանը, իրոք երևում է դռնից գնացին երկու ոստիկան, դրսում խոսեցին զանգով, ներս եկան ու միանգամից բռնի գործողություն կիրառեցին։ Իսկ մինչև Զարուհու նկատմամբ բռնի գործողություն արդեն քաղաքացիական հագուստով մարդիկ ինչ որ բաներ արել էին, թող պահը ֆիքսեին, գողը, գողունը հանցանքի վայրում էր, ինչի են իրանք ցրում, ինչի են իրանք այլ ուղղություն տալի, ինչի մեր ոստիկանությունը մեր մարդկանց կողքին չի կանգնում, եւ զարմանալի չի, մի օր սեղանի շուրջ մի ոստիկան միամիտ հարց տվեց, ասում է, ինչի ոստիկանը ժողովրդին պաշտպանելու համար է, ուրեմն այնքան է դուբինկայով ժողովրդի վրա դուրս եկել, որ հիմի այս ոստիկանը արդեն այդ մակարդակին է, ինչու ոստիկանը ժողովրդին պիտի պաշտպանի։ Եվ մի անեկդոտ երգրի պիտի ասեմ այս պահին, պապս էր միշտ ասում, ասում է, հայրիկ, գող եմ բռնել, դե ասում է, բռնի բեր ստեղ, ասում է, չի գալի, դե ասում է, դու թող արի, ասում է, չի թողնում, այսա այս վիճակն է։ Եթե ոստիկանը գող ավազակի հետ դաշնակցած է գործ ունենում եւ անապահով է մեր երկրում անձեռնմխելի մարդը, քաղաքացին ինչ պիտի մտածի։ Բոլորը հավաքում են ճամպրուկները։